թույլ տվեք օրվա առիթով շնորհավորեմ աշխատանքի եւ աշխատավորների տոնը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան շնորհավորեց ու նշեց, գործատու աշխատող աշխատանքային հարաբերությունները ազատականացման փուլում են։ Եթե մենք դիտարկելու լինենք եւ տարածաշրջանի երկրները եւ նաեւ Եվրամիության անդամ երկրները, մեկը մյուսի հետևից փորձում են առավել ազատականացնել աշխատանքային հարաբերությունները եւ առավել շեշտադրել կողմերի բանակցությունների հնարավորությունը։ Հայաստանում 2005 թվականից գործող աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները արդեն ստեղծում են ազատականացման հնարավորություն։ Գործատուն եւ աշխատողը կկարողանան առավել ազատ եւ հնարավոր բոլոր ձևերով քննարկել ու գտնել աշխատանքի համար ամենաարդյունավետ լուծումները։ Մինչև տարեվերջ օրենսգիրքը թարմացված կլինի։ Առաջին փորձ անել առավել ճկուն հնարավորություններ սահմանել աշխատողների համար իրենց իրավունքները դրսևորելու առումով եւ երկրորդը կրճատել այն վարչական ավելորդ բեռը, որը խոչընդոտ է եւ գործատու եւ աշխատողի համար եւ առաջացնում է ավելորդ վարչարարություն, ավելորդ ծախսեր։ Թարմացված օրենսգրքով արմատական փոփոխություններ են նախատեսվում նվազագույն աշխատավարձի սահմանման մասով։ Բացի այդ, հնարավորություն կստեղծվի Հայաստանում նոր մակարդակի հասցնել Արմիությունների ինստիտուտը։ Լիլիթ Ասլանյան, Արմեն Շահոյան, ժամը լրատվական։